գիշերում մի ջրակ է վառվում Սիրտը փոքրիկ չի կոտրվում Չի մարում քամին պատմում է Բարոդի լեզուն Բայց նա կպատմի նորը այդ կամում Լույսեր, ոսերը, լույսեր, հույսեր Քո սիրտը չի կոտրվում երբեք Թող պատերազմը գոռան մտության մեջ Կամքը հաղթում է, սերը հաղթում է Քո քայլերից սնվում է նորը Կամքը հաղթում է, սերը հաղթում է Սիրով է գրվում վաղվա օրը Նստի Ազնիվ խոսք եմ ասում Ռոզայից, ոչ մի կոպեկ ինձ չեմ վերցրել, էդ իմ ամբողջ աշխատածներ Ձենդ կտրի, լս ինչ եմ ասում, քան այդ երեխեք ստեղ չեն Այս թազալակոտը լավ փող աշխատելու իմացի Բայց այդ չի նշանակում, որ դու փող չպետք է բերես Քեզ թափտում ու նորմալ փող բեր Եթե փող չբերեցիր, ես ձրակեր չեմ պահելու Իմացի քեզ դենց կկորցնեմ, մարդ չի գտնի Չես ասում, Ռոզա Ռոզայի ասածը արածը Ասում եմ քեզ, անենց կկորցնեմ, որ մեծ կտորական ջդ կմանա ու քեզ մարդ չի գտնի Ասենք դու ում ես պետք, որ քեզ էլ Ում ես պետք Հասկացար Ինչ եք կանգնել, եկեք առաջ, կմրսեք Ռուսե, դու քո տեղը կքնես, մանե անի, դուք իրար հետ կքնեք երկուսով, եղավ, գնացեք դե, Այդ լույսնով պտի անջատի Բարի լույս։ Բարի լույս, հայ լույս։ Ես ասում, ինչի գարիս։ Տանը չի, գիշերը զանգեցին զորամասում, չգիտեմ ինչ էր եղել, շտապ դուրս եկավ, մինչև հիմա չի եկել։ Ոնց որ միշտ ինքը մեր կյանքից բացակա է։ Խմենք պապայից միշտ բացակա կենացը։ Արեն չի կարելի։ Թե սա ինչ է հասկանում, գործն ինչ է, որ հասկանա պատասխանատվությունն ինչ է։ Լավ էլի պապի։ Ուզում եմ հասկանամ ինչի ես դու միշտ պապային պաշտպանում։ Ախր ինքը քո տղեն չի, քո փեսեն է։ Այս տանը քո հարազատները ես, մաման ու Արփին ենք։ Դե քո փթած ուղեղը հազիվել այդքան հասկանա։ Ելնեք պապային։ Չիմացա ոնց ընտանիք կազմեց, ոնց երեխեք ունեցավ, ոնց ամուսնացավ, ոնց մեծացան երեխեքը։ Աներն էլ իր անունով է երթվում։ Հորս Սարև տենց բախտ եմ ուզում, պապի։
Այ ապուշ լակոտ, քո բախտին ինչ է եղել որ։ Ջերմոցի բույսի պես ջրել են, անկախ քեզանից աճել ես։ Ինչ ես ուզում։ Հա, կարող է կողքից տենց է երևում, բայց իրականում լրիվ ուրիշ է։ Հերիք հարեմ։ Ինչի, թող խոսի, թող արտահայտվի, տեսնեմ ես անուղեղը ուրիշ ինչ է ասելու։ Ուր, հացդ կեր։ Այս սենց կուշտեմ։ Պապ, լավ էլի, այս երեխուն հենց տեսնում ես, անպայման պետքա նեղացնես։ Մամ, կարող է պապին կոշտ ասում, բայց սխալ չի ասում։ Դու միշտ Արենին պաշտպանում ես առանց հասկանալու, որ ստեղ ոչ մեկ իր վատը չի ուզում։ Պապին Արենի համար է այդքան է ասում։ Դե մորդ խելքը որ այդքան է, հազիվել իր տղան էլ սա լինի։ Հիմա էլ ես մեղավոր դուրս եկա։ Կարելի է այս տան մեջ հանգիստ մի կտոր հաց ուտել։ Այ կերծավը տանեմ, հանգիստ կեր անուշարը։ Լավ, ես թրամ։ Ուշանում եմ։ Ուշանում ես, թե դու էլ ես փախնում մեր փարահեղ նախաճաշից։ Զինվորի տուն գնեմ, մամ ջան։ Թրա։ Այս երեխան էլ ամբողջ օրը զինվորի տանն է։ Չա կատարվում ես երեխեք հետ մարդ չի հասկանում։ Ախ, Տեր Աստված։ Շնորհակալ եմ։ Բլոջիկներ, ճիճուներ, վեր կացեք։ Հերիկա քնեք, վեր կացեք։ Վեր կացեք, հագնում եք անցեք փող աշխատելու։ Հլսրանց նայ որ չեմ վեր կանում։ Վեր կացեք ասում եմ։ Շուտ արեք։ Շուշուտ, արագացրեք։ Դու էլ զարթնեցի, ճիճու ջան։ Այ ապրես։ Դու նրանց նման չես, հենց մի անգամ ձեն եմ տալի, վրա զարթնանում ես։ Դե վեկացեք հագնեք տենամ։ Այսօր Ռոզային ինչքան փող եք բերելու։ Մի քիչ արագացրեք, վայ։ Ոնց որ քնած դժգուհին լեն, վայ։ Արագացրեք։ Սպասի։ Ար այս շորահակի։ Վերցրու։ Ինչ ես շշմած երեսից նայում այ աղջի, աչքով տվեցի, ասում եմ վեկալ հակի, շուտ արա, հակի որ դու էլ ես երեխեքի հետ այսօր գնալու, Ուր եմ գնալ, Ռոզա։ ուր պտի գնաս աղջիկ ջան, փող աշխատելու, հակի ասում եմ, Այս լավը չի, չեմ ուզում հագնեմ։ քո ուզելով չէ, ստեղ Ռոզան ինչ ասում են էլ պտի անես, հակի, թե չէ ձեռիսդ կբռնեմ հետ կտանեմ մանկատուն, էդ ես ուզում։ Չէ, չեմ ուզում անկատուն գնամ։ Դե որ չես ուզում, այդ շորերը հակի շուտ արա, այս քո աշխատանքային շորերն ա։ Արագացրու։ Յովս, բժշկույն ասաց որ ստեղ ես։ Պերես, ուզում էի մենակ մնայի, խնդրեցի մենակ թողնի, դու ասա, դու ոնց ես։ Լավ ախպեր ես, լավ, դու ասա, դու ոնց ես։ Նորմալ ախպեր ես, բայց հեսա որ ոտի հելա, էլ ավելի լավ եմ լինելու։ Բա իհարկե ախպեր ես, ու հավատա այդ օրը հեռվում չի, շատ շուտով դու ոտի ես լնելու, Յովս։ Ախպեր, ես տան բանալիներն է քո։ Բայց ինչի համար ես տալիս Ալեկ, քեզ ասել եմ, չէ, որ ինչքան ուզես կարաս այդ տանը մնաս։ Կարող է ինչ-որ տուն ես արել կամ վարձել։ Չէ, ախպեր ես, ոչ վարձել եմ, ոչ էլ առավել ևս արել։ Ուղղակի այնտեղ չեմ կարող մնալ։ Ալեկ նեղացնում ես, ես այդ բանալին քեզ սրտանց եմ տվել։ Գիտեմ Լյովս դրանում կասկած չկա, ուղղակի չեմ կարող այնտեղ մնալ։ Անկամ այս գիշեր այնտեղ չեմ մնացել։ Ոնց։ Բա որտեղ ես մնացել։ Այգում։ Ցնդել ես։ Այս եղանակին Ալեկ։ Այլովս մենք այնց եղանակներ ենք պոստի կանգնել, որ ես ինչ եղանակա որ։
այդ ուրիշ է։ Ալ չգիտեմ Լյով, արդեն չգիտեմ։ Ես չեմ կարող գլուխս դնեմ հանգիստ վարսին ու քնեմ այն դեպքում, երբ իմ ընկերների վրեժը չեմ լուծել։ Երբ անգամ չգիտեմ լուսեն որտեղ է քնում, ընդհանրապես օրվա մեջ ուտումա թե չէ։ Այդ երեխուց ոչ մի լուրջ չկա, հասկանում ես։ Վերս ուսերից շատ բան անգամ։ Աբես դու պետք է այս հոգեվիճակից դուրս գաս, թե չի կգժվես դու։ Ես արդեն գժվել եմ ախպեր։ Ամեն ինչ ահավոր անիմաստ է դառել, ես դեռիվ անպիտան եմ զգում, անկարող։ Չէ, Ալեք, դու նույն իմ իմացած Ալեքն ես, ծառայությունից լավ մտքերով, լավ ծրագրերով։ Ուղղակի ես քանի օրը շատ բան փոխվեց։ Դրա համար ես քեզ կորցրել։ Բայց ես վստահ եմ, որ դու շատ ուժեղ տեսակ ես ու այս ամեն ինչը տեղը կգցես։ Իմ տունը, քո տունն է, ախպերս։ Այս պահի մինչև որոշես ինչ ես անելու։ Մանավանդ որ… Ինչ, Լյով ես ինչ։ Այսօր կամ վաղը դուրս եմ գրվելու։ Դուրս ես ասում։ Դե իմաստ չկա էլ այստեղ մնալը։ Բուժման հետ կապված ընթացքը կգամ։ Համել եթե դու համաձայնվես այդ մի սենյականացում իրար հետ կապենք։ Ասում եմ համել մենակ չեմ մնա։ Ուրեմն իմացի գործ եմ ախպերս, խնդիր չկա։ Շատ լավ է։ Այս լավը չի, համ կեղտոտ է, համ էլ ճղած։ Շատ լավ է։ Այս շորերով իսկական մուրացկան ես։ Մարդիկ նայելու են քեզ ու խղճան, որ քեզ փող տան։ Այդ ձեռքիդ կապածներն էլ իսկական բոնուս է։ Շատ լավ է, շատ լավ է։ Չնայած ոնց որ մի բան պակասում է, հա, լուսը։ Մանե մի հատ մոխրաման տուր։ Հələ նայ Ռոզային բալես։ Նայ արևս։ Այ հիմա լրիվ ինքնա, անտիր, շատ լավ է։ Պատրաստեք ճիճուներ։ Դե գնացեք, այսօր կարգին փող կբերեք Ռոզային։ Թե չէ, երկուսիդ էլ սառը ջրով լողացնելու եմ, կապելու եմ ծառից, որ սառեք սատկեք։ Ինձ ձերակերներ պետք չեն, հասկացաք։ Բայց ես ինչ պետք է աշխատեմ, Ռոզա։ Աղջիկ ջան, փող պետք է աշխատես, փող։ Գնա, մանեն ու անին քեզ լրիվ կսովորացնեն։ Մարդկանց տեսնում ես, խնդրում ես, փող ես ուզում, ինքն է խղճում քեզ տալիս են։ Հասկացար։ Բայց ես չեմ ուզում մարդկանցից փող ուզեմ։ Քո ուզելով չի։ Ստեղ Ռոզան ոնց ասում է, տենց էլ պետք լինի։ Եթե տենց բան չանես, ուրեմն քեզ հետ ենք տանելու մանկատուն։ Հասկացար։ Հա, ու մի բան էլ։ Եթե տարածքում միլիցիա բան կտենաս, այդ տարածքից կփախնես։ Թե չէ միլիցիա քեզ կբռնեն, հետ կտանեն մանկատուն։ Այդ ժամանակ ես քեզ ոչ մի բանով չեմ կարող օգնեմ։ Հասկացար։ Հանգիստ տեղի Ռոզա, մենք ճանապարհին Լուսեին ամեն ինչ կսովորացնենք։ Այ ապրեք։ Դե հացներդ վեկալեք, ուտելով գնացեք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, Ալեք։ Չեք հավատա, բայց նոր գալուց ձեր մասին էի մտածում։ Իրոք։ Հա, մտածում էի ինչ լավ կլինի այսօր էլ ձեզ տեսնեմ, շնորհակալություն ասեմ։ Ինչի համար։ Դե երեք որտեղ հասա, ուզում էի վճարել, տաքսու վարորդն ասաց, որ դուք գումարը արդեն քարտով փոխանցել եք։ Շնորհակալ եմ։ Դե լավ, Արտի ջան, մի մեծ բան չեմ արել։ Չէ, ես պարտքեմ ձեզ ու անպայման պետք է հատուցեմ։ Կներեք, բայց արդեն ես եմ ինձ անհարմար զգում։ Դրա մասին անգամ խոսելու կարիք չկա։ Այդ իմ սկզբունքներին դեմ է։ Իհարկե գիտեմ, որ հիմա գումարը տամ չեք վերցնի, հետո կարող է նույնիսկ վիրավորեմ ձեզ այդ քայլով, այնպես որ ես դրա փոխարեն ձեզ հրավիրում եմ սուրճի։
Սուրճ խմելու։ Հա, սուրճ խմելու։ Բայց ոչ հենց հիմա։ Շատ ուժեղ հրավեր եք անում։ Ուղղակի ես հիմա պետքա շուտ գնամ զինվորի տուն, հետո համալսարան, 5-ի կողմերը նոր բոլոր գործերս կվերջացնեմ։ Էնպես որ հենց 5-ին կարող եք գալ համալսարան, որ գնանք սուրճ խմելու։ Ինչ-որ բան են չի, հարմար չի, հա։ Չէ, հարմարության հարցը չի, ուղղակի այդ ժամը արդեն ուշ չի սուրճի համար։ Բոլորովին։ Ես օրը մի քանի անգամ վայելում եմ այդ սև հաճույքը ու ավելի ուշ ժամերի։ Կարող եմ վստահ ասել, որ այդ ձեզ չի վնասի։ Լավ, որ տենց վստահ ասում եք։ Լավ, դե պայմանավորվեցինք, ես հիմա գնամ չուշանամ։ Լավ որ ձեզ։ Ձեզ էլ։ Արուս հետ ինչ ես անում։ Ես շորերը տայի հավաքում, որ տանեմ դվանամ, այստեղ շալվարիդ գրպանից ընկավ։ Ուզում էի հասկանալ թափելու բանա, թե չէ։ Քեզ ինչա։ Քեզից հասնում է շորերս տանես լվաս, տար լվա։ Ինչ ես գրպաններս մտնում։ Ես քո գրպանները չեմ մտել, Արեն ջան։ Ուղղակի թափ էի տալիս, որ մեջը բան չմնա, տենց տանեմ գցեմ լվացքի մեքենայի մեջ։ Թափ տվեցիր, ընկավ, վերցներ դներ դարակս։ Ինչ ես վերցրել ուսումնասիրում։ Սրանից հետո որ քեզ շոր պետք լինի լվանալու, կասես ես քեզ կտամ։ Եղավ։ Եղավ։ Դե որ եղավ ինչի համար եկել էր, հավաքի ու գնա։ Ինչա կատարվում այստեղ տղա ջան։ Ինչա կատարվում որ։ Դու պետք է ասես ինչա կատարվում։ Ինչ ես ագրեսիվ։ Հարավոտ պապիկիդ հետ վատ խոսեցիր, հիմա էլ Արուսի հանդեպ ինչ-որ պատժամիջոցներ ես կիրառում։ Լավ էի անում։ Թող իրանց ճիշտ պահեն, ես էլ բան չեմ ասի։ Տղա ջան, Արուսը հասկացանք, տան աշխատողը մի բան արելա, դուրդ չի եկել։ Բարկացել ես, լավ ես արել։ Բա պապիկիդ հետ ինչ ես վատ խոսում։ Լավ եմ անում։ Շատ բան ես անում։ Քեզ 1000 անգամ ասել եմ, պապիկիդ հետ լավ եղի։ Իր հետ լավ լինել չի լինում։ Իսկ դու փորձի։ Այդ ոնց է որ քուրդ կարողանում է, դու չես կարողանում։ Հա, մա, քուրս կարում է, ես չէ։ Ասեցի փորձի ուրեմն։ Ուֆ մամ, ես դրա հավեսը չունեմ։ Համել ինչի է պետք իր այդ լավ լինեմ, թող ինձնից հեռու մնա, համել ներվերս չի ուտի։ Այդ է էլի ուղեղդ, այդքանն ես հասկանում։ Տղա ջան, մի մոռացի, որ պապիկդ մեծ ժառանգություն ունի, որը դեռ ոչ մեկին չի կտակել։ Ասենք թե տենց է, Հետո այն որ խելքդ գլուխդ հավաքի, նենց արա որ գնալուց առաջ ամեն ինչ քեզ թողնի։ Լսի մա, հորդ հետ լեզու չի լինում գտնել։ Արի ինձնից տենց բարդ բաներ մի պահանջի, հա։ Համել դու հորդ հետ լեզու չես գտնում, ես ոնց գտնեմ։ Արդեն ասեցի Արեն, ամեն ինչ արա որ հետը լավ լինես։ Դե ստեն ասել, էշ մի սատկի գարուն կգա յոնջակ ուտես։ Այսինքն, որ այս տեմպերով գնա, հերեդ մի 20 տարի էլ կապրի։ 20 տարի հետո այդ ժառանգությունը ինչ եմ անելու։ Մա, ես հիմա եմ ուզում կյանքը վայելեմ։ Իսկ ինքը այդքան ունի, բայց մի կոպեկ ինձ չի տալիս։ Որ ասում եմ այդքան ուղեղդ, այդքան ես դու հասկանում։ Տղա ջան, փողը միշտ է պետք, թե հիմա, թե 20 տարի հետո։ Արեն տղա, նայես զգուշացնում եմ վերջին անգամ խելքդ գլուխդ հավաքի։ Հիմա ես գնում եմ արտադրամաս։ Չգիտեմ դու ուր ես գնում, որտեղ ես թափառում, բայց ժամանակին տանը լինես, պապա չջղայնանա։ Ոնց ասես մամ ջան։ Ջաջա, խնդրում եմ հացի փող կտաս էլի, խնդրում եմ էլի ջաջա ջան, մամաս հիվանդ է, գոնե 100 դրամ, խնդրում եմ էլի։
զվելի ձյաձյա, գնանքի ոտը ջարդի։ Ուրեսօր էլ քիչ փող տանեմ, Ռոզան հաստատ ծեծելու է։ Ավելավա գնամ մի քիչ էլ ուրիշ տեղից հավաքեմ։ Ինչ ես դու մեր հետ մնում։ Գնա ուրիշ տեղ մնա։ Բայց ես ուր գնամ, ես ոչ մեկին չունեմ։ Հա ինչ անեմ, ուր ուզում ես գնա։ Եթե դու չգնաս, ես ամեն օր քո հավաքած փողերը վերցնելու եմ։ Ռոզան էլ կտենա, որ դու փող չես հավաքում, քեզ դուրս կվռնդի։ Պարոն կապիտան, Թողնել, հարի առաջ։ Լավ ես։ լավ, մերսի։ Մենք քեզ ենք սպասում։ Մենք։ Դե ես ու Ադամցը։ Ազատ զինվոր։ Իսկ Անհանգստանալու կարիք չկա։ Ընդհանրապես ուզում եմ հետագա անելիքներդ հասկանամ։ Ինչի հետ կապված։ Նորիկյանը ասաց, որ ծնողներդ այստեղ չեն, այստեղ հարազատներ չունես ու տան խնդիր ունես։ Ալեք ջան, պարոն փոխգնդապետը շատ անհանգստանում քո համար։ Գիտի, որ այստեղ մենակ ես ապրում։ Ենթադրում եմ հիմա քեզ աշխատանք ապետ կացարան, քեզ արդեն ծառայությունից ազատել են, չէ՞։ Ես ամեն ինչ կկազմակերպեմ, մի քեզ խնդիր չկա։ Մեքենա վարում ես։ Վարորդական ունեմ։ Սկզբի համար կարող ես մեր տանը որպես վարորդ աշխատել, եթե իհարկե դեմ չես։ Բարի լույս տիկին Արուս, քոլվածքը չորացել է։ Ինչ դա բարի չգիտեմ։ Ոյ, Արուս, ինչ է պատահել, ով է քեզ նեղացրել։ Ինչի ես ուզված։ Դե Ալեք, մեր տանը վարորդի աշխատանքը քեզ հետաքրքիր է։ Պարոն փոխգնդապետ, ես կարծում եմ հիմա Ալեքեն վիճակում չի, որ որոշում ներկայացնի։ Ես համաձայն եմ։ Ուրեմն վաղ առավոտյան մեր տանը կհանդիպենք, մանրամասներ պայմաններ կքննարկենք։ Շատ լավ։ Նորիկյան ես գնում եմ տուն ամբողջ գիշեր զորամասում եմ եղել, հետո այն թեմայով կխոսենք։ Շատ լավ։ Արուս, վերջին անգամ եմ քեզ հարցնում։ Ինչ է պատահել, ով է քեզ նեղացրել։ Ինչու ես ուզված։ Ոչ ոք չի նեղացրել, Գեղամ Խորենիչ։ Ուղղակի տրամադրություն չունեմ։ Լատես, որ ճիշտը չի ասում։ Արուս, նայ աչքերիս ու նայ սպիտակ մազերիս։ Այս ամեն մի մազը մի պատմություն ունի։ Գեղամ Խորենիչը այնպիսի կյանքի ճանապարհ անցել, որ նայում է մեկն ու մեկի դեմքին, ամեն ինչ գիտի նրա մասին արդեն։ Այնպես որ ասա, ով է քեզ նեղացրել։ Ոչ ոք չի նեղացրել, Գեղամ Խորենիչ։ Ուղղակի այսօր մի տեսակ եմ, սիրտս մի տեսակ լցված է։ Բայց առավոտյան լավ էլ տրամադրություն ունեիր։ Ինչ պատահեց։ Լավ,
Եթե չես ուզում ասես, մի ասա, բայց իմացի, ես քեզ շատ եմ հարգում ու շատ եմ սիրում, ու թույլ չեմ տա, որ որևէ մեկը քեզ նեղացնի այս տանը, եղավ, եթե չասես էլ ով է, իմանալու եմ մեկը, ու խստորեն պատժելու եմ նրան։ Դե լավ, այս գործդ որ վերջացնես, ինձ մի բաժակ դառը սուրճ բեր, ու մեկ էլ քո այն համով խմորեղենից մի կտոր, հյուրասենյակ բեր, եղավ։ Հենց հիմա գեղամ խորենիչ։ Չէ, գործդ վերջացրու նոր, ես կսպասեմ։ Բա ես թույլ կտամ, որ գեղամ խորենիչը սպասի։ Դե ապրես։ Այս ինչ էր արեք։ Ինչը։ Դու համաձայնեցիր Ադոնցի մոտ աշխատես։ Ինչի համար։ Պարոն կապիտան, ես ձեր համար ավելի զարմանալի չի, որ Ադոնցը հենց ինքը ինձ գործը առաջարկում։ Չեմ հասկանում քեզ։ Ես մտածում եմ ու վստահ եմ, որ ինքը դիտավորյալ այդ քայլին գնում։ Տենց անում, որ ես իր աչքի առաջ լինեմ ու ինքը հասկանա ես ինչեր եմ ընդունակ ու ինչ եմ պատրաստվում անել, տենց չեք կարծում։ Երևի չգիտեմ։ Իսկ ես վստահ եմ։ Ես ուղղակի չգիտեմ ոնց եմ ամեն օր նայելու այդ դավաճանի դեմքին։ Բայց ոչինչ, ես պատրաստ եմ գնալ այդ քայլին։ Պատրաստ եմ, որովհետև ես որոշել եմ իրան մոտ գտնվեմ ու ավելի լավ հասկանամ իր գործողությունները ու ինքս փորձեմ պարզել իրականում ինչա թաքնված իր դիմակի տակ։ Այդ շատ վտանգավոր քայլ է արեք։ Ես Ադոնցին կասեմ, որ դու փոշմանել ես ու դու չես աշխատելու իր մոտ։ Ու ես մտքիցդ անում ես։ Դու չես կարող իրան այդքան մոտիկ լինես։ Պարոն Նորուկյան, նման քայլ չանեք։ Ես գիտեմ ինչ եմ ուզում ու գիտեմ ինչ եմ անում։ Այդ իմ որոշումն է ու դա վերջնական է, ես կընդունվեմ Ադոնցի մոտ աշխատանքի ու այդ կլինի իր վերջը։ Բարի լույս։ Մհեր ջան, ես ինչ հաշիվ է, ես ինչ շուտ ես տուն եկել։ Գիշերը զորամասում եմ եղել։ Գիտեմ կատակ էի անում, որ լուրջ բան չէր պատահել։ Դե ինչ էլ եղել է արդեն կարգավորել եմ։ Դե փառքաս։ Այ ինչ այլոց հրամանդ կատարված է։ Բոլորը քո հրամաններն են կատարում, դու էլ իմը։ Դե այդ նրանից է, որ իմ մոտ ուրիշ հարգանք ու պատիվ ունես։ Շնորհակալ եմ, տղա ջան։ Իսկ կասես ինչ հրամանա։ Քո համար վարորդ եմ գտել։ Մեզ երկու օրը կգաք, խոսես կանցնի աշխատանքի։ Բա որ նորից չհավանեմ։ Այդ տղեն պետք է, որ մեր մոտ աշխատի։ Երևի ինչ-որ մեկը խնդրել է հայրը համար։ Չէ, ուղղակի տենց է պետք հավատա ինձ։ Հասկացա։ Թող գա։ Դե լավ, գնա մի քիչ աչք փակեմ, խելքի գամ, հետո խոսենք։ Շատ դրսում չմնաս ցուրտը կմրսես։ Լավ, գնա։ Ես էլ փորձեմ հրամանդ կատարել։ Թող կա տեսնենք ով։ Աստված բարին կատար։ Կներեք, մի փոքր ուշացա։ Ոչ մի խնդիր։ Ձեզ հետ սրճելու համար ես ինչքան պետք է կսպասեմ։ Օ, իդեալական։ Իսկ սրճելու վայրն եմ ես որոշելու։ Չէ, ես եմ որոշում ուր ենք գնում, ուղղակի այնտեղ ամեն ինչ շատ համով է, թե չէ ուրիշ բան չմտածեք։ Չէ, ոչինչ չեմ մտածի, մենակ մի խնդրանք։ Եթե հնարավոր է, ասենք դու, լավ։ Լավ։ Դե լավ, հիմա տաքսի կանչեմ գնամ։ Չէ, պետք չի։ Մոտիկա, կարանք քայլենք։ Շատ լավ։
Նա է, ասեց ժամադրությանım չհավատացի։ Բայց դու են առանց ինձ եք գնացել։ Լավ, հիմա կիմանամ ուր եք։ Տարոն։ Հա, Սար։ Ուր եք գնացել առանց ինձ ասելու։ Ո՞վ։ Դու Արփին Տարոն, մի ձևացրու իբրև չգիտես։ Եթե չէիք ուզում ձեզ միանայի, այդպես էլ ասեիք։ Թաքուն խիք ժամադրվում։ Ինչ ժամադրություն, Սարա։ Նայի որ էլի ձևա տալիս իբրև չգիտի։ Տարոն, Արփին քո հետ չի ժամադրված։ Տարոն։ Ում հետ է ժամադրված Արփին, Սարա։ Քո հետ ինչի այդպես չի։ Լավ, Սարա, սպասի հիմա հանդիպման եմ։ Անջատեց։ Երկուսն էլ տարօրինակ են։ Լավ, ես ձեզ ցույց կտամ ինչա նշանակում Սառային անտեսել։ Հանեք փողերը դրամով ինչքան աշխատել։ Չես նայում վրես գնացինք։ Բայց դու իմ փողերը չես տալիս։ Դու իմ մոտ փող չունես, քո փողերը ես։ Լուսե, դու ուղղակի լսի մանային, ինք ամեն ինչ լավ գիտի ինչ ենք անում։ Բայց ինչի ատո ինձ հանում անեն։ Ես չեմ ուզում փող հավաքեմ, բայց եթե փող չհավաքեմ, Ռոզան ինձ կտանի մանկատուն։ Ես այնտեղ չեմ ուզում մնամ։ Լուսե, դու ուղղակի լսի մանային, ինքը ամեն ինչ լավ գիտի։ Չէ, ինչի, լավ է դուրս գալիս է։ Լավ, ես գնամ մեզ սուրճ բերեմ ու… Մի րոպե, տենց կլինի, բա։ Արի, ավելի լավ է դու ընտրի թե ինչ դեսերտ ես ուզում, ես այդ ընթացքում սուրճը կբերեմ։ Մոռացար, որ ես եմ հրավիրել։ Արի սուրճի ու վայրի ընտրությունը մյուս անգամ քեզ թողեմ, լավ։ Ստիպված համաձայն եմ։ Արփի։ Տարոն, ինչ ես Ինչ ես անում ստեղ։ Սուրճ եմ խմում, չի կարելի։ Հարցիս պատասխանի, ես ով ինչ գործ ունես դու սրա հետ։ Տարոն, թևս թող, ինչ ես անում։ Եթե հանգստացի ու աղջկան էլ հանգիստ թող։ Տեղդ մնա քո հարցերը հետո։ Արի քեզ տուն կտանը։ Տարոն, թող ասում եմ, ես ոչ միտեղ չեմ գալու։ Հանգիստ թող ես աղջ։ Տարոն։ Արտադրամասում մի շաբաթա մի շոր չի կարվել ու էսա քո գլուխ անելը։ Պապ, գործդ վստահել ես ինձ, ուրեմն թող աշխատեմ ոնց կարողանում եմ։ Չես կարողանում։ Դե որովհետև սիրահարվել եմ։ Այս անգամ շատ լուրջ։ Դրա մասին էիր ուզում այսօր ամբողջ օրը խոսայիր։ Քեզ թվում է չենք հասկանում ինչա կատարվում։ Եթե հասկանում եք, ասեք ես էլ իմանամ ինչա կատարվում։ Էն, որ գնացել ես այդ բլոգերի մոտ, քո գովքն ես կապել, ինքն էլ այդ գովքի հիման վրա որոշել է նյութ հրապարակի, որը քեզանից բացի ոչ մեկից ոչինչ չի տալիս։ Նա ասա լսում եմ, ինչա ուզածը։ Հեսա կիմանաս։ Հեսա քեզ մանրամասն կբացատրենք, սաղ կհասկանաս։